Ողջույն, Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորվել է բավական տարօրինակ իրավիճակ։ Ընդդիմադիր որոշ ուժեր, որոնք տարիներ շարունակ քննադատում էին իշխանության խաղաղության օրակարգը, այժմ արդեն իրենք են սկսել խոսել խաղաղությունից, պարզապես ավելացնելով մեկ գեղեցիկ բառ՝ երաշխավորված։ Բայց ամենակարևոր հարցը մնում է անպատասխան. ինչ է նշանակում երաշխավորված խաղաղություն։ Ով պետք է այդ երաշխիքը տա, որ պետությունը, որ դաշինքը կամ որ միջազգային կառույցը։ Աշխարհում այսօր անգամ մեծ պետությունները չունեն բացարձակ անվտանգության ու խաղաղության երաշխիքներ, էլ ուր մնաց փոքր ու բարդ տարածաշրջանում գտնվող Հայաստանը։ Իրականում երաշխավորված խաղաղություն արտահայտությունը շատ դեպքերում ոչ թե քաղաքական ծրագիր է, այլ հասարակության զգացմունքների վրա խաղալու փորձ։ Հանրությանը ներկայացվում է մի պատկեր, իբր հնարավոր է ունենալ այնպիսի պայմանավորվածություն, որից հետո այլևս որևէ ռիսկ, սպառնալիք կամ պատերազմ չի լինելու։ Մինչդեռ միջազգային հարաբերություններում նման բան պարզապես գոյություն չունի, կան միայն ուժերի հավասարակշռություն, դիվանագիտական աշխատանք, բանակ, տնտեսություն եւ պետական ինստիտուտներ։ Եվ այստեղ ամենակարևոր նրբությունն այն է, որ երաշխավորված խաղաղություն ասողների մի զգալի մաս իրականում ակնարկում է ոչ թե որևէ նոր անվտանգության համակարգ, այլ Ռուսաստանի վերադարձը, որպես հիմնական վերահսկող ուժ տարածաշրջանում։ Հաստացի հասարակությանը փորձում են համոզել, թե Հայաստանի անվտանգությունը հնարավոր է միայն կրկին ամբողջությամբ մեկ կենտրոնից կախված դարձնելու միջոցով։ Սակայն վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ որևէ արտաքին ուժ չի պատերազմելու Հայաստանի փոխարեն եւ չի լուծելու Հայաստանի բոլոր խնդիրները։ Երաշխավորված խաղաղություն ձևակերպման տակ հաճախ թաքնված է հին կախվածության համակարգը վերականգնելու քաղաքական ցանկությունը։ Առավել հետաքրքիրն այն է, որ հենց այդ նույն քաղաքական ուժերից շատերը տարիներ շարունակ իշխանության են եղել, բայց այդպես էլ չեն կարողացել ստեղծել այնպիսի համակարգ, որը կերաշխավորեր նույնիսկ երկրի ներսում արդարության օրենքի գերակայություն կամ կայուն զարգացում։ Հիմա նույն մարդիկ խոսում են երաշխավորված խաղաղությունից, առանց բացատրելու դրա մեխանիզմները, գինը եւ իրատեսականությունը։ Խաղաղությունը կարող է լինել հարաբերական, փխրուն, դժվար բանակցված, երբեմն նույնիսկ ժամանակավոր, բայց քաղաքական հասունությունը պահանջում է հասարակության հետ խոսել իրականության լեզվով, ոչ թե ստեղծել գեղեցիկ, բայց դատարկ ձևակերպումներ, որովհետև երաշխավորված խաղաղություն ասվածը հաճախ ավելի շատ քաղաքական կարգախոս է, քան իրական ռազմավարություն։ Ի վերջո ցանկացած խաղաղության ամենամեծ եւ իրական երաշխավորը ոչ թե արտաքին ուժերն են, այլ հենց ժողովուրդը։ Եթե հասարակությունը ցանկանում է ապրել խաղաղ, զարգացող եւ կայուն երկրում, եթե պատրաստ է պաշտպանել պետականությունը, պահանջել պատասխանատու քաղաքականություն եւ չտրվել պատերազմի ու ատելության մշտական քարոզին, ապա դա արդեն անվտանգության կարևորագույն հիմքերից մեկն է։ Ոչ մի դաշնակից, ոչ մի գերտերություն չի կարող երկարաժամկետ խաղաղություն ապահովել մի երկրի համար, որի ներսում չկա խաղաղ ապրելու կամք եւ սեփական պետությանը տեր կանգնելու գիտակցություն։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։